Սոսկալի ժամանակահատվածներ ենք ապրում, հարգելի բարեկամներ, շատ իհարկե հեշտ կլինի ասելը, որ ադրբեջանցիները կալանավորել են Միքայել arczepiskopոսին։ Շատ հեշտ կլինի ասելը, որ թուրքերը կալանավորել են Միքայել arczepiskopոսին, որ սա տեղի է ունեցել թուրքերի հրամանով։ Բայց ոչ ադրբեջանցիների հրամանով է տեղի ունեցել եւ ոչ էլ թուրքերի հրամանով է տեղի ունեցել։ Ձերբակալությունը տեղի է ունեցել հայերի հրամանով եւ ձերբակալությունը իրականացրել են հայերը։ Այն հայերը, ում հետ մենք ամեն օր շփման մեջ ենք, ամենօրյա շփման մեջ ենք, այն հայերը, ովքեր մեր հարևաններն են, ովքեր մեր բարեկամներն են, մեր դասընկերներն են նախկին, մեր կուրսընկերներն են նախկին, ում հետ մենք պարբերաբար հանդիպում ենք ինչ-որ միջոցառումներ։ Միքայել arczepiskopոսին բանտարկել են հայերը։ Այդ հանդիպումը, որտեղ հնչել են տվյալ խոսքերը, տեղի ունեցել 24 թվականի փետրվար ամսին։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ իմ խնդրանքով։ Եվ Միքայել arczepiskopոսի այս վերջին տարիների ամբողջ խոսքը մի կողմ եւ այդ հանդիպման ժամանակ արտահայտած մտքերը ինձ համար եւ շատ մարդկանց համար մի կողմ։ Որովհետեւ նա այդ հանդիպման ժամանակ խոսում էր դառնագույն ճշմարտության մասին, որտեղ գնահատականներ էր տրվում եւ իշխանություններին, որտեղ գնահատականներ էր տրվում եւ այսպես կոչված ընդդիմությանը, որտեղ հստակ գնահատականներ էր տրվում եւ այսպես կոչված ազգայնական մտածելակերպին։ Եվ զարմանալի չէր, որ այդ հանդիպումից անմիջապես հետո 100,000-ներ են դիտել այդ խոսքը։ Իհարկե մի քիչ կտրված էր այդ խոսքը, բայց 100,000-ներ են դիտել։ Եվ զարմանալի չէր, որ անմիջապես դրանից հետո, թե այսպես կոչված ազգայնական, սին դատարկ ազգայնական, թե այսպես կոչված ընդդիմադիր շրջանակներից սկսեցին ուղղորդված ձևով հարձակվել, հիմնականում բնականաբար ուղղորդված ձևով հարձակվել Միքայել arczepiskopոսի վրա եւ այդ հարձակումները չդադարեցին։ Այդ հանդիպումից հետո ուղղորդված ձևով սկսեցին հարձակվել Միքայել arczepiskopոսի ուղղությամբ եւ այդ հարձակումները շարունակվեց մինչեւ երեկ, երբ դատարանը կալանքի սանկցիա տվեց։ Ելի եմ ասում ամբողջ խոսքը մինչ այդ եւ դրանից հետո մի կողմ, բայց այդ օրվա խոսքը մեկ այլ կողմ եւ ես վստահ եմ, որ կգա ժամանակը եւ այդ խոսքերը, այդտեղ արտահայտված մտքերը տեղ կգտնեն պատմության դասագրքերում։ Մեկ կամ երկու օր առաջ Պոլսո պատրիարք arczepiskopos Մաշալյանը ասաց հետևյալը. այս եկեղեցին մենք պաշտպանել ենք, պահպանել ենք եւ ձեզ հետաքրքրական պիտի լինի, որովհետեւ շատ դեպքերում հայերու դեմ պահպանած ենք։ Հայերը մեծագույն թշնամին դարձած են իրենց եկեղեցու, իրենց եկեղեցականների համար, ասում է պատրիարքը։ Այս եկեղեցու մեջ պատրիարքին վրա կրակած են հայերը։ Թուրքերը պահպանած են, հայերը հալածած են իրենց պատրիարքներին։ Սուրբ Էջմիածնի մեջ կաթողիկոսին խեղդեցին, հայերն արեցին, հայ կոմունիստներն արեցին, հարյուրներով տաճարներ, վանքեր, մատուռներ կործանած են կոմունիստական շրջանում։ Հայ կոմունիստները Սուրբ Էջմիածնի տաճարը նույնիսկ քանդել տվեցին, քանդել կուզեին Ստալինի աչքը մտնելու համար, բայց Ստալինը
կանգնեցրեց։ Ասա ես նկատի ունեմ եւ սա նկատի ունեն հազարները, ովքեր ասում են, որ հայերի առաջին թշնամին հենց հայերն են։ Սա ես նկատի ունեմ, հարգելի բարեկամներ, երբ ասում եմ, որ հային պետք է փրկել հայ լծից, հայ իշխանությունից, հայի կառավարումից։ Պատմական հանցագործություն տեղի ունեցավ երեկ, երբ հայ աֆիցերները գրոհեցին Էշմիածինը։ Այդպիսի բան չէին անի ոչ ադրբեջանցիները, ոչ թուրքերը, բայց հայերն արեցին։ Եվ շատ հետաքրքրական մի կոմենտարիա եմ ուզում ձեզ ասեմ, երբ ադրբեջանցիները ներկայացնում էին տեղի ունեցողը, տակը մի օգտատեր կոմենտ էր թողել. Էչմիածին բիզիմդիր։ Բայց այդ բիզիմդիրը դա Հադրութ բիզիմդիրը չէ, որովհետև Հադրութը գրավեցին Դավադիշ պատերազմում, Հադրութը գրավեցին թուրք զինվորականները, ադրբեջանցի զինվորականները, բայց այս բիզիմդիրը այս օպերացիան իրականացրեցին հայ զինվորականները։ Բոլորս էլ որոշակի առումով շփոթված ենք, բայց ես ուղղակի վստահ եմ, ինչպես երբեք, որ այն, ինչ իրականացվում է ձեռքի տված ընդդիմության որոշակի պարագլուխների, Փաշինյանին իշխանության բերած որոշակի անձանց ու հենց Փաշինյանի ձեռքով այդ ամենը արժանանալու է Աստծո խիստ դատաստանին։ Ալեն Սիմոնյանը 1-2 առաջ Պետրոսի մոտ հարցազրույց էր տալիս եւ բողոքում էր, որ ես չէի պլանավորել, որ այսքան երկար եմ խոսելու եւ բողոքում էր, որ ինչ որ հոգեվորական խոսակցության ժամանակ մարդկանց ասել է անասուն։ Սիմոնյան Ալեն, եթե իրոք այդ հոգեվորականը ժողովրդին անասուն է ասել, բայց դուք, Ալեն Սիմոնյան, վերաբերվեցիք ժողովրդին եւ վերաբերվում եք ժողովրդին որպես անասուն։ Հազարավոր տղաների դուք ձեր զինկոմների ձեռքով քշեցիք Ջաբրայիլներ, Աղդամներ եւ հետո 91 թվականին փաստաթղթերով Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզը Շուշին ճանաչեցիք ադրբեջանական։ Դուք մեծագույն հանցագործություն եք արել այս ժողովրդի նկատմամբ եւ անպայման արժանանալու եք, դուք անպայման արժանանալու եք Աստծո դատաստանի, անպայման։ Դուք ինքներդ ձեզ, դուք չեք հասկանում ինչ եք անում։ Կան հանցագործություններ Սիմոնյան Ալեն, որոնք չունեն վաղեմության ժամկետներ։ Եվ դուք ինքներդ ձեզ համար շատ վատ պայմաններ եք ստեղծում, Դուք ստեղծում եք մի իրավիճակ, երբ իրավական համակարգով կորուստ ունեցող մարդը, տուն կորցրած մարդը, տնտեսություն կորցրած մարդը, հարազատ կորցրած մարդը, առողջություն կորցրած մարդը իրավական ճանապարհով չի կարողանում հասնել փոխհատուցման, ոչ նյութական առումով փոխհատուցման, եւ այդ իրավիճակը դուք եք ստեղծում, դուք եք անում, դուք հայերդ, հայերին պետք է հայերից փրկել, այս հայերից պետք է փրկել եւ ես վստահ եմ ինչպես երբեք, որ կգա այդ օրը եւ հայը այս հողի վրա կազատվի։ Թող Աստված օրհնե Հայաստանը։